Հակակոռուպցիոն դատարանում արդեն երկար ժամանակ է քննվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Դեկտեմբերի 17-ին անցկացվեց հերթական նիստը, այն նախագահում էր դատավոր Լիլի Դրմեյանը։ Դատական նիստին ներկա էին գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը։ Նախորդ նիստում պատասխանող կողմը դատարանին ներկայացրել էր վճարային փաստաթղթեր, դրամարկղի, մուտքի եւ ելքի օրդերներ։ Այս նիստում դատախազ Աննա Հարությունյանը հայտարարեց, որ դատախազությունը վիճարկում է փոխառությունների տրամադրման եւ վերադարձի փաստաթղթերի իսկությունը, ինչպես նաեւ Առուշ եւ Գագիկ Առուշանյանների միջև կնքված փոխառության պայմանագիրը։ Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերի համար կան համապատասխան հիմնավորումներ եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նախաձեռնել փորձաքննություն, կնիքների եւ ստորագրությունների իսկությունը պարզելու համար։ Ներկայացվեցին նաեւ հավելյալ ապացույցներ։ Նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացվել էին բազմաթիվ ապացույցներ մուտքի օրդերների հետ կապված, որ Առուշ Առուշանյանը տրվել է փոխառություններ իր ընկերությանը, սակայն նաև փոխառության պայմանագիրը ներկայացվել, որ Գագիկ Առուշանյանն էր հայրը տրամադրել էր Առուշ Առուշանյանին, սակայն այսօրի կողմից այս փաստաթղթերը ոչ արժանավատ են դիտվում, սակայն որևէ հիմնավոր պատճառաբանություն այդ հանգամանքի վերաբերյալ չի բերվում, թե ինչով է սրանք ոչ արժանավատ։ Եվ դուք լսեցիք դատախազության ներկայացուցիչը ասեց, որ պատրաստվում են համապատասխան միջնորդությամբ հանդես գալ փորձաքննություն նշանակելու։ Հաջորդ դատական նիստին տեսնենք ինչ միջնորդություն կներկայացնեն։ Մենք քանի որ վստահ ենք, որ այս գումարները, այս փաստաթղթերը կազմել են այն ամսաթվին, որով որ թվագրված է օրդերի վրա, ուստի որևէ առարկություն ենթադրում եմ չենք ունենալու փորձաքննություն նշանակելու եւ այդ փորձաքննության կատարմամբ եւս կփաստվի փորձագետի եզրակացությամբ, որ տրամադրված փոխառությունները եւ արկա փաստաթղթերը դրա հետ կապված կազմվել են ժամանակին եւ այդ առումով որևէ խնդիր չկա։ Դատախազ Աննա Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջնորդություն ներկայացնել։ Այդ նպատակով դատախազությունը միջնորդեց հետաձգել դատական նիստը, ինչն էլ դատարանի կողմից բավարարվեց։ Այսպիսով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին։